Հայաստանի տնտեսության ամենամեծ խնդիրը փողի պակասը չէ, մարդկային կապիտալի վատ եւ անարդյունավետ օգտագործումն է։ Մենք ունենք կրթված, փորձառու մասնագետներ, բայց տնտեսություն, որը նրանց չի տալիս աճելու, ստեղծելու, ավելացված արժեք արտադրելու հնարավորություն։ Արդյունքում մարդիկ կամ աշխատում են իրենց կարողություններից չափազանց ցածր, կամ պարզապես հեռանում են երկրից։ Սա համակարգային խնդիր է, երբ ինժեներն աշխատում է որպես վաճառող, երբ գիտնականը չի գտնում հետազոտական միջավայր, երբ երիտասարդ մասնագետը չի տեսնում կարիերայի ճանապարհ, տնտեսությունը կորցնում է արտադրողականություն, իսկ պետությունը ապագա։ Համեմատենք, զարգացած տնտեսություններն աճում են ոչ թե բնական ռեսուրսների, այլ մարդու գիտելիքի, հմտությունների, ստեղծարարության հաշվին։ Այնտեղ կրթությունը կապվում է աշխատաշուկայի հետ, գիտությունը արդյունաբերության, բիզնեսը նորարարության։ Մեզ մոտ այդ շղթան հիմնավորապես կտրված է, ու սա երկարաժամկետ ռիսկ է, ավելի վտանգավոր, քան ցանկացած արտաքին շոկ։ Եթե պետությունը չի ներդնում մարդու մեջ կրթության որակ, վերապատրաստում, գիտություն, արժանապատիվ աշխատանք, ապա ոչ մի հարկային արտոնություն կամ վարկ չի փրկելու տնտեսությունը։ Տնտեսության ամենախորը շրջադարձը սկսվում է ոչ թե բյուջեից ու շինարարությունից, այլ մարդու արժեքից։ Երբ մարդն այստեղ ունի որակյալ կրթություն, արժանապատիվ աշխատանք, աճելու ճանապարհ ու հավասար պայմաններ, տնտեսությունն ինքն իրեն ուժեղանում է, որովհետև երկրի իրական կապիտալը սալիկը չէ, շենքը չէ, նույնիսկ փողը չէ, երկրի կապիտալը մարդն է։